Star News-ն ինչպես արդեն տեղեկացրել էր, հոկտեմբերի 25-ին Ասատրյանների ընտանիքում տեղի ունեցավ գերշքեղ հարսանյաց արարողություն։ Այս անգամ ամուսնանում էր Արամ Ասատրյանի հանգուցյալ որդու՝ Ցեդրակ Ասատրյանի որդին՝ Արամ Ասատրյանը։ Իսկ նրա ընտրյալն էր գեղեցկուհի Աննան։ Զույգը կարճ ժամանակահատվածում կարողացավ վայելել հանրության սերն ու մեծ ուշադրությունը։ Արամի կինը՝ Աննան, բավականին ակտիվ է վարում իր ինստագրամյան էջը։ Նրա և ծնողների միջև առկա ամուր ու ջերմ կապը չի կարող աննկատ մնալ։ Օրերս նա հրապարակել էր հոլովակ, որտեղ երևում է, թե ինչպես է սրտադրոփ, շքեղ ծաղկեփնջով դիմավորում մայրիկին։ Նշենք նաև, որ վերջերս Աննան հրապարակել էր իր և հայրիկի հետ համատեղ հոլովակներ։ Նա հրապարակմանը կից ջերմ գրառում էր արել. «Շատ եմ կարոտել, պա»։ Նշենք նաև, որ վերջին շրջանում Աննան իր սթորի բաժնում կազմակերպել էր հարց ու պատասխան, որը սիրով ներկայացնում ենք հաջորդ թիվ։ Ամենահետաքրքիր հարցերն ու ամենաանկեղծ պատասխանները։ Որն էր հարսանիքի ամենահիշվող պահը։ Ես գնահատել ու սիրել եմ յուրաքանչյուր պահ, բայց եկեղեցական արարողությունն ամենահիշարժանն էր։ Այնտեղ մենք ստացանք Աստծո օրհնությունը։ Ինչ մասնագիտություն ունեք։ Ես պրոֆեսիոնալ հոնքերի և թարթիչների մասնագետ եմ։ 7-ից ավել տարի փորձով։ 2025 թվականի դեկտեմբերից սկսելու եմ ընդունել հաճախորդներ Լոս Անջելեսում։ Նախնական գրանցումներն արդեն բաց են, կարող եք գրել հասանելիության համար։ Քանի տարի է միասին եք և ճանաչում եք իրար։ Մենք իրար ճանաչում ենք 2022 թվականից։ Ինչպիսի՞ն են հարաբերությունները հեռավորության վրա։ Միշտ էլ հեշտ չէ, բայց երբ սիրում ենք իրար ու վստահում Աստծուն, ամեն ինչ կատարյալ պահին է տեղի ունենում։ Երբեք մի հրաժարվեք միմյանցից։ Սերը, հավատը և համբերությունը միշտ հաղթում են։ Կա քեզ համար օրինակելի անձ։ Իմ մայրը։ Հարցեր են եղել նաև հարսանեկան 3 զգեստների մասին։ Աննան պատասխանել է, որ բոլորն էլ հատուկ համար են կարված եղել։ Հավելել էր նաև իր երազանքների 4-րդ զգեստի մասին, որն Աննայի խոսքով իր իրականացված երազանքն է եղել։ Հետևորդներից մեկն էլ խնդրել էր տեղադրել այն հոլովակը, որտեղ Աննան հարսանիքի օրը իր տնից դուրս է գալիս։ Իսկ վերջում հարսի պարը, որը հուզել էր շատերին, քանի որ Աննան պարել էր ամուսնու Արամ Ասատրյանի երգի ներքո։ Առաջարկում ենք դիտել հոլովակներն առանց մեկնաբանության։